Բարևձեզ, ընթերցանությանս այս մասը գսկսիմ ընթերցելու։ Արտին Ամուջան Այդ դանը մեջ, որ հետակային մեր ընտանեկան հիշողություններում մեջ գոչեինք մախարնաջին դունը իմ մանկական տպավորություններս հետս հետե փոխագերբվածյան զգացումներում և երբեմն հանգեցան թադողություններում։ Դիկրան մոր եղբայրս հաճախ կուկար մեզ այցելության, բայց առանցին։ Իր գինը մակրուի, որ բզդիկ հարս կգոչեինք, հեզ և խոնար գիներ, չափազանց աշխատասեր, ան յազմա կպաներ և մեծ համբերությամբ կդաներ ամուսինին արբեցությունը և արհամարական բռնապետությունը։ Որովհետև թեև մեզ հետ կողդր սիրով կապված, Դիկրան մոր եղբայրս արհամարհանք ուներ կնոջը և անոր ընտանիքին համար։ Ոչ թե այն պատճառով, որ չկավորեին, այլ որովհետև ինչպես ինքը գսեր, թաբիաթ սահաբը չէին, ինքնուրույն զգացում խառնվածք չունեին և հետո խնայասեր էին։ Բզդիկ հարսը 18-19-ին վրա տնելով գծկտեր դուն մկնել, գուրիբայիմը դերըլլալ։ Բացի ծայրահեղ չկավորներեն, բնիկ ուսկիդարցիներում մեջ, ինչպես էր մորը ընտանիքը, գրեթե մարդ չկար, որ դանդեր չլար։ Բայց մերինները որդվոց որդի սորված էին ոչ միայն իրենց բոլոր վաստկածը ծախսելու, այլև ինքնին մսխելու։ Ոչ միայն մորս մեծ հայրը և եղբայրը, այլև մորս հոր եղբայրները, ամուջաները, նետվող ամեն բանի խառնվող, ինքնին վտանգի տնող մարդիկ եղած էին։ Այդ ամուջաներեն ես անձամբ ճանաչած եմ Արտին Ամուջան։ Անիգա արհեստով սայրաբան է և ունեցած էր սայլեր և չուխտակ եզեր, որ շահագործման գտներ։ Ան երկար ադեն իր իշխանության տակ բաց էր Üsküdarի սայլաբանները, որոնց և Քեհյան եղած է։ Գրվազան և մեծապարփար ան անձնադուր եղած է ամեն գարկի արգածախնդրություններում։ Իր ժամանակը չի եղած հասարակական կամ համայնական շարժումը, որուն մասնակցած չլար։ Իր երիտասարդական տարիներուն տեղի ունեցած է Üsküdarի հայոց գերեզմանատան գրիվը բողոքականիմը թաղման առիթով։ Այն ժամանակ բողոքականությունը նոր սկսած էր մուտք գործել Կոնստանտինոպոլսի հայ հասարակության մեջ։ Մատով կարելի էր թեր համրել այդ հայերը, որոնք դարձել էին բողոքական։ Պատրիարքարանը անողոք պայքար կմղեր անոնց դեմ, և Արտին Ամուջան եղեր էր նախապես անոնցմէ, որոնք ամեն միջոցներով կհալածեին բրոտները։ Այդ օրերուն Üsküdarցի բողոքականը կմեռնի և անմիջապես հարց կծակի, թե ուր պիտի թաղեն մեռելը։ Թեր բողոքական հայերը չէին ճանաչված կառավարության կողմէ, որպես առանցին համայնք և հետևաբար չէին կրնար ունենալ իրենց հատուկ գերեզմանատունը։ Լուսավորչական պատրիարքարանը ոչ միայն խստիվ կմերժե հերետիկոս բողոքականի տիակը թաղելու արտոնությունը Սուրբ Հողի մեջ, այլև կպատվիրե, որ բահակներ դրվին հայոց գերեզմանատան շուրջը, որպեսզի գաղտնի կերպով թաղում չկատարվի։ Օրերը կանցնին, և բողոքական մեռելը կմնա անթաղ իր տանը մեջ։ Դրացիները ամբողջ թաղը կհարձակին մեռելի տերերուն վրա և կստիպեն, որ լեշը վերցնեն։
անժամանակ ջարահատ չեմ գիտեր ինչ հնարքով, քիշերը քախնակողի թերևս բահակները գաշարելով, մերելը գտաղեն հայոց գերեզմանադան այն մասի մեջ, որ հյուրանոց անունը գգրե։ Եվ ուր գտաղեն ընդհանրապես ճամփորդության մեջ եղող եւ տաղ չունեցող մերելները, բանտուղները եւ չմգրդված երեխաները։ Այնադեն դեր Üsküdarի հայոց գերեզմանադունը շրջաբադող բարիս չուներ եւ հյուրանոցը գդարացվեր թեպի ամայի դարածություններ։ Երբ բադրիարքարանը գլսե որ փողոքագանի մերելը տաղված է, գհրամայե հողեն հանել տիագը եւ վդարել հայ համայնքի սեփական գերեզմանադունեն։ Այդ տաժան հրամանը կստապեցնե վերջապես տաղեցիները, որ գպայժնվին երկու մասի։ Անոնք, որ գոմնագից էին բադրիարքարանի որոշումին, եւ անոնք Üsküdarի էսնաֆները, որ անհանդուրժելի գտնեն այդ կարգի պարպարոս միջոցիմը գիրարումը։ Արտին Ամուջան, որ եղեր էր պրոտներու հալազիչներեն, գմնա էսնաֆին եւ ըմպոստացած տաղեցիներուն հետ, գտիմե գերեզմանադուն, արկիրելու համար բադրիարքարանի որոշումին կործատրվիլը։ Բադրիարքարանի պարաբանները իրենց համախոհ տաղեցիներու եւ գարավարական ոստիկաններու հետ երբ տեղ գահասնին, գտեսնեն, որ թիրքերը գրավված են արդեն էսնաֆներու կողմէ, որ նախադելու համար գգոչեին այակ տախումը։ Փորն գրիվ մդեղի գունենա երկու հագամարտ կողմերու միջև եւ Արտին Ամուջան գրիվի միջոցին գվիրավորե ոստիկանը, այդ խնդրին հետևանքով ան 3 տարի պանդը նստած է։ Արտին Ամուջա ոչ միայն նսեմացած չէր համարել ինքսինքը այդ պանդարվության պատճառով, այլև բարձանքով գիշադագեր այդ եղելությունը։ Ինքսինքը պախտադելով ովևէ քաղաքացի հետ, ան արհամարանքով գսեր, «Ես անորպես խամ մարդ չեմ, ես 3 տարի պանդը նստած եմ»։ Այդ պանդը իրեն համալսարանն է։ Իր ըսելով այնտեղ սորված էր կյանքը եւ որոշած էր այդ կյանքին բարին եւ չարը։ Ան երբեմն կպատմեր արենաբարդ տադաբարդյալներու պանդային կյանքեն ապշեցուցիչ դրվագներ եւ առանց վարանելու գսեր ակնարկելով մարդասպանիմը, Հասանը ազնիվ եւ մեղմ մարդ էր։ Բնական է, որ այն պարոյականը, որ պանդի մեջ որտեգրեր էր, համապատասխան չէր հասարակության ընթացիկ պարոյականին եւ Արտին Ամուջան այդ պատճառով գարհամար էր ընդունված օրենքները։ Երանիկ մորակույրս միայն գմբրներ Ամուջային ներքին էությունը եւ միշտ պաշտպան գգակներ անոր։ Մեծ մայրս գադեր իր դակրը եւ գտժգամեր նույնիսկ երեսը դեսնել, երբ հիվանդութենե եւ անդերութենե ընկճված ան գուկար երբեմն մերդունը մնալու հուսահատությունը կբադեր դնեցիները։ Արտին Ամուջան առանց նախապես զգուշացնելու, այնպես ինչպես մեկը իրիկունը իր դունը գտարնա, գարմիր տաշկինագի մեջ գեսոխաթուզ կամ եղանագին ովևէ միրգը տրած, բուկար մերտուրը գզարներ։ Երբ ներս կմտներ, կնստեր փագի բազմոցին վրա, կոշիկները գահաներ, գարմիր տաշկինագով միրգը գերգնցներ մորակույրերես մեգուն եւ գրեթե ամենջապես կտարնար պահանջկոտ։ Մեկը գրգեցեք տազե միսարեք, ամա խվրջի խլլա, ես խարաման չեմ գրնար ուտել, խաշտամա մտրեք գրագին վրա։ Մորակույրերս գմդատրեին ջամպը տնել Ամուջան,
At փորձանքը հերացնել դունեն, բայց երանիկ մորակույրս բաշտման գգանք նրանոր։ Իմ ամունչաս է գսեր։ Վիճրականորեն դուք չգուզերնե, ես իմ օդաս կարնեմ, ես կնայım։ Բարեփոխտաբար արդին ամուջան ինքը գցանստրանար հանկիս եւ ընտանեկան կյանքեն։ Քայմոր մնալը յետ մերդունը, որը միջոցին գհրամայեր, գբանջեր, գսպարնար, վերջապես ամենուն հետ կգրվեր, նույնիսկ մայրիկիս հետ, եւ ցուցարար գերբով դուրս կելներ դունեն, առանց մնաս բարով մը ըսերով։ Այո, այսօրվան բաժինը այս չափ է, շարունակությունը մտագնելու համար հաջորդ ընթերցումից պիտի սպասենք։ Ցտեսություն։